Բարև ձեզ, ես Իրանուշ Նեմդվոյան եւ ազգային ինքնության ու դրա կերպափոխումների մասին մեր զրույցը պատահական չի, որ խնդրեցի սկսել մեր բակից։ Սա Երևանի տիպիկ բակերից մեկն է, որը ենթարկվել է տարբեր փոփոխությունների, խորհրդային շրջանում ստեղծված եւ հետո արդեն հետխորհրդային շրջանում տարբեր փոխակերպումներ ապրած բակ է։ Եվ ինչու ընտրեցի հատկապես այս վայրը, որովհետեւ ես մտածում եմ, որ ինքնություն ընդհանրապես ձևավորվում է սոցիալական միջավայրում եւ ինքը սոցիալական երևույթ է, այո, նաեւ ազգային են իմաստով, որ կապված է որոշակի հավաքականության եւ հավաքականության փորձառության հետ, բայց նաեւ սոցիալական է, որովհետեւ պայմանավորված է կոնկրետ պայմաններում, կոնկրետ ժամանակաշրջանում, կոնկրետ սոցիալական գործոններով։ Եվ եթե այդ տեսանկյունից ենք նայում, ուրեմն իմ սոցիալական բնավորության կամ ինքնության ձևավորման մեջ էական դերակատարություն է խաղացել այն միջավայրը, որի մեջ որ ես ձևավորվել եմ, իսկ դա իր վրա կրում է նաև այն պատմական փոփոխությունների հետքը, որի մասին ես ասացի։ Խորհրդային շրջանում 60-ական թվականներին նախագծված տարածք, որը հետագայում փոփոխություններ է ապրել, բազմաթիվ փոփոխություններ է ապրել նաև նոր կառուցապատումներով, եւ այստեղ կարող ենք տեսնել այն խորը հակասությունը, որ մենք ունենք մեր խորհրդային ժառանգության եւ դրանով մեզ ավանդված ինքնության, այդ թվում նաև ազգային ինքնության եւ 92-2000-ական թվականներին ու մինչեւ հիմա ձևավորված մեր բնավորության գծերի միջեւ։ Հիմնական կետը, որ այստեղ ես ուզում եմ շեշտել, այս երկուսի միջեւ խորը հակասությունն է, որ երբեմն արտահայտվում է ոչ տենց ստանդարտ համաչափություններով, նաև բնավորության մեջ արտահայտվող ոչ ստանդարտ համաչափություններով, հարցերին վերաբերվելու եւ մեր կյանքը կազմակերպելու ձևերի նույնպես մեր խորը սուր արձագանքներով։ Այս իմաստով ես կուզենայի կարևորել մի կարևոր հանգամանք։ Ուրեմն 90-ական թվականների մեծ փոխակերպումները հատկապես կապված էին այս տարածքում բնակչության, այսպես ասած, սոցիալական կազմի ու դրանով նաև այդ մշակութային միջավայրի փոփոխության հետ։ Կիևյան փողոցը սովորաբար առանձնացել է որպես մտավորականների, գիտնականների եւ արվեստագետների տարածք, փողոց, եւ 90-ական թվականներին այս լանդշաֆտը սկսեց փոփոխվել, մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով տեղափոխվում էին եւ այսպես ասած նոր խավեր կամ նոր կարողություններ ունեցող խավեր, որ հաստատվում էր այս փողոցում, իր հետ բերելով նաեւ այն նոր մշակույթը, այն կենսաձևերը, որոնք որ բնորոշ էին արդեն 92-2000-ական թվականներին։ Եվ ինձ համար այդ խայտաբղետությունը, որ ասենք այս տարածքում կա, դրա մեջ է ձևավորվել նաեւ իմ բնավորությունը ու նաեւ ինձ թվում է, որ այս ժամանակաշրջանում ապրած մարդկանց բնավորությունը նույնպես, որտեղ Կիևյան փողոցը բացառություն չի, Երևանի բազմաթիվ թաղամասեր եւ Հայաստանի տարբեր հատվածներում մենք կարող ենք տեսնել այս խայտաբղետությունը եւ այս ներքին խորը հակասությունը, որ կա այս երկու աշխարհների միջեւ։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, այսօր մեր հյուրն է Տիկին Իրանուշ Նեմդվոյանը, բանասիրության դոկտոր, գրականագետ եւ վերջին տարիներին արդեն նաեւ կրթության եւ գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ։ Բարև ձեզ եւ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Իրանուշ, տեսեք, ես լսեցի այն նախնական ինքնաներկայացումը, որը դուք արել եք մեր հաղորդման հետ կապված ինքնության մասին եւ ուշադրություն դարձրեցի նրա վրա, որ դուք շեշտադրում եք այսպես, որ ինքնությունը պետք է դիտարկել նախ եւ առաջ սոցիալական հարաբերությունների համատեքստում։ Դա ինձ համար շատ մոտիկ գաղափար է, եթե դուք հիշում եք իմ ելակետային այդ զրույցում, որով մենք մեր շարքը բացեցինք, ինքս էլ խոսել եմ այն մասին, որ բացի մշակութային ավանդությունից մենք պետք է խոսենք սոցիումի մասին եւ ինձ համար կարեւոր է, որ դուք այդ սոցիումից եք սկսել ձեր խոսքը ինքնության մասին։ Այստեղ դուք հիմնական շեշտը դրել եք այն բանի վրա, որ մեր սոցիալական կարգավիճակն է փոխվել այն բանից հետո, երբ որ սովետական միությունը փլուզվել է, երբ որ սովետական Հայաստանը դադարել է գոյություն ունենալուց, մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եւ դրա հիման վրա է, ահա, որ դուք ենթադրում եք, որ ինքնությունը փոխվել է։ Այս դրա մասին մի քանի խոսք ավելի մանրամասն կասեք։ Շատ լավ, այո, ես հիշում եմ ձեր մոտեցումը, որ դուք ինքնությունը դիտարկում եք սոցիալական համատեքստում եւ դա ինձ համար շատ հարազատ մոտեցում է, որովհետեւ ես ինքս մտածում եմ, որ բնավորությունը, սոցիալական բնավորությունը մարդու, որ սերտորեն առնչված է ինքնության հետ, ձևավորվում է որոշակի սոցիալական պայմաններում։
90-ական թվականներին Հայաստանի այսպես ասած անկախացումը դա միայն բարձ անկախացում չէր, որովհետև տնտեսակարգի փոփոխություններ տեղի ունենում, սոցիալիստական այսպես ասած տնտեսակարգից անցում էր կատարվում ազատ շուկայական հարաբերությունների, բնականաբար բերելով իր հետ ոչ մենակ նոր իրավիճակ, այլ նաև նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ, որոնց առերեսվում են 90-ական թվականներին։ Ուրեմն այս տնտեսակարգի փոփոխությունը իր հետ բերեց նաև որոշակի բևեռացում հասարակական կյանքում, որովհետև նոր տնտեսակարգը ինքը ինչպես ընդունված էր այդ ժամանակ ասել 90-ական թվականների կեսերին, վերջերին, այսպես ասած վայրենի եղանակներով ոնց որ ընթացք ստացավ, ոչ թե այդպես ներդրվեց, այլ ընթացք ստացավ ավելի վայրենի ձևերով եւ բնականաբար դա այն սերնդի մոտ, հատկապես իմ սերնդի մոտ ձևավորեց որոշակի սոցիալական բնավորություն այն իմաստով, որ մեր բնավորությունը կարելի է լայն առումով ասել հատկանշվում է կտրուկ վայրեջքներով եւ կտրուկ վերելքներով եւ անկայունությամբ։ Այս անկայունությունը հիմնական ոնց որ զգացողությունն է, որ ես ունեցել եմ երկար ժամանակ եւ այնպես չի որ հիմա դա լիովին հաղթահարված է, բայց ամեն դեպքում այդ անկայունությունը վերելքների, վայրեջքների եւ այդ կտրուկ անցումների շատ հատկանշական է եղել այս ժամանակաշրջանի համար։ Ես կարող եմ դա հասկանալ մանավանդ երկու տեսակետից։ Առաջինը որ ինքնին այդ անցումը շուկայական հարաբերությունների շոկային է, անկախ նրանից թե ինչպես է տեղի ունենում, եւ երկրորդը որ ցավոք սրտի այդ անցումը հետագայում մանավանդ ավելի ծավալվեց, ավելի անարդար ձևեր ստացավ ցավոք սրտի եւ բնական է որ դա չէր կարող սովետական միության մեջ ձևավորված մարդկանց համար կոմֆորտ միջավայրը ստեղծել, եթե նույնիսկ մենք հասկանում եւ գիտակցում ենք, որ դա անխուսափելի է եւ պետք է լինի։ Բայց ահա այստեղ ինձ մոտ տպավորություն կա, որ մարդիկ, որոնք որ իրենց այնքան էլ լավ չեն զգում այդ նոր ձևավորված միջավայրում, փորձում են ինչ որ ձևեր գտնել նաեւ իրենց համար ապահովության միջավայրը ստեղծելու համար։ Արդյոք ձեր զբաղմունքը, որը ես գիտեմ տարիներ շարունակ դուք ունեցել եք կապված Սփյուռքահայ գրականության հրատարակության ուսումնասիրության հետ, ինչ որ չափով այդ թաքստոցը չէր այդ միջավայրից։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց է ինձ համար, որովհետև ես հիմա կխոսեմ մի բանի մասին, որ հրապարակավ չեմ խոսել, բայց պարբերաբար ունեցել եմ ես այդ զգացողությունը։ Այո, Սփյուռքահայ գրականությամբ զբաղվելը մասամբ ինձ համար արդեն ավելի ուշ շրջանում, որովհետև դա իմ տեխնացիական ատենախոսության թեման էր, բայց հետո թեմայից այն կողմ դարձավ ինձ համար շատ կարևոր մի իրողություն ուսումնասիրելու, բայց ոչ մենակ ուսումնասիրելու, այլ նաև այո, Հայաստանում իմ օտարվածությունը փարատելու մի եղանակ, երբ որ ես տեսնում եի, թե ինչքան ներքին հարազատություն եմ զգում Սփյուռքի հետ։ Եվ մի անգամ, երբ որ երջանկայի շատ ընդհատեմ Սփյուռքի, թե Սփյուռքի որոշակի գործիչների հետ։ Ընդհանուր Սփյուռքի որպես հոգեվիճակի եւ նաեւ որոշակի շրջանակի մտավորական, որոնց հետ ոչ մենակ աշխատել ենք, այլ նաեւ ընկերություն ենք արել եւ շարունակում ենք ընկերություն անել, խոսքը դրա մասին չի։ Ես հիշում եմ մի զրույց 2006-7 թվականներին էր մոտավորապես Երջանկայի շատակ արդեն Հարություն Քյուրքչյանի հետ, մեր անվանի մտավորականներից մեկն է Սփյուռքի, երբ որ խոսում էինք զգացողությունների մասին եւ Սփյուռքի մասին իմ ուսումնասիրությունների, ասեց՝ «Վայ, շատ հետաքրքիր է, դուք հիմա ներքին սփյուռքացում եք ապրում, դա տեսության մեջ հասկացությունն է, ներքին սփյուռքացումը դա այն է, երբ որ քո սոցիալական միջավայրում օտարված ես քեզ զգում եւ այսպես ասած քո օտարվածությունը փարատում ես որոշակի զբաղմունքով։ Իսկ դա Սփյուռքահայ գրականության եւ ընդհանուր Սփյուռքի ուսումնասիրություններ ինձ մոտ ներքին հարազատություն զգալու հենքով։ Իսկ այդ օտարվածությունը առաջացել էր Հայաստանում գոյություն ունեցող իրադրությունից, այսինքն այն խորը սոցիալական անարդարության պայմաններից, որի մեջ ես ինքս ինձ չէի գտնում, այսինքն այն եղանակներով ապրելը, որը հատկանշական էր 2000-ական թվականների սկզբից սկսած, ես ինձ այդ բանի մեջ չէի գտնում, այդ միջավայրում չէի գտնում, սոցիալական այդ հարաբերություններում չէի գտնում եւ բնականաբար ունենում էի եւ տևական էր այդ զգացողությունը, այդ օտարվածության զգացումը ունեի։ Ինձ համար շատ հետաքրքիր է ձեր ասածը, ինչու, որովհետեւ ես հիշում եմ, որ դուք դրանից հետո զբաղվել եք էլի գրականության ոլորտում մի քիչ ուրիշ բաներով, եւ այստեղ սակայն գոնե իմ տպավորությունն այդպեսին է, կարծես թե խոսքը ոչ թե փախուստի մասին է, այլ ավելի շուտ վերադարձի, որովհետեւ ես հիշում եմ, որ դուք զբաղվել եք բավական ակտիվ ձևով ուրեմն
այդ ստալինյան բռնաճնշումների հետ կապված գործերով, դուք վերջին ժամանակներս զբաղվում եք նաև 19-րդ դարի դասական գրականության ուսումնասիրությամբ, ասենք Ռաֆի եւ մյուս հեղինակները, որոնք կարծես թե էլի կարելի էր դիտարկել, որ չէ, այսօրվա իրականությունը թողել գնացել եք ուրիշ տեղ, բայց չէ, այդպես չէր կարծես թե, որովհետեւ այստեղ դուք իմ տպավորությունն է գոնե այդպեսին փնտրում էիք ինչ որ բացատրություններ մեր այսօրվա սոցիալական վիճակի համար, այդպես է։ Մասամբ այո, եւ մասամբ ոչ։ Մասամբ այոն ինչ նկատի ունեմ, շատ ուղղակի եթե ասեմ, ես ուզում եի հասկանալ ընդհանրապես պետական բռնության մեխանիզմներ եւ դրանց հետևանքներ, որովհետեւ ստալինիզմը դա այնպիսի մասշտաբային մի քաղաքականություն է եղել խորհրդային շրջանում, որի հետևանքները մենք տևականորեն կրում էինք եւ շարունակում էինք կրել նաեւ 2000-ական թվականներին, որովհետեւ բաներ կան, որոնք երբ որ ես ուսումնասիրում եի, ես տեսնում եի ուղղակի, որ ճամբարներից դուրս են եկել 70-ական թվականներին մտել են հասարակական կյանք եւ հետո արդեն դրանք նաեւ դարձել են ոնց որ արդեն ոչ թե այսպես ասած մարգինալ կամ լուսանցքային երևույթներ, այլ դարձել են հիմնական ուղղություններ մեր հասարակական կյանքում, այսինքն հետևանքների մեջից էր, որ ես փորձում էի հասկանալ, գնում էի ակունքներին հասկանալու համար ինչ է տեղի ունեցել, բայց հետևանքներն էր, որ ես փորձում էի հաղթահարել այդ ճանապարհով։ Ընդունված տեսակետ է, մանավանդ ես չի որ ձեզ պետք է հիշեցնեմ, Շալամովն է այդ մասին խոսում, որ այո, այդ ճամբարային բարքերը փաստորեն դուրս են շպրտվում դեպի հասարակություն եւ ողջ հասարակությունը ինչ որ իմաստով ճամբարայնանում է։ Այո, եւ դժվար է այդ դեպքում արդեն ասել, որ գործ ունենք այն հասարակության հետ, ինչ որ ունեինք, ասենք նույն 40-50-ական թվականներին, այսպես ասած բաժանված ճամբարում եւ ճամբարում ներսում եւ դրսում գտնվողների։ Ժամանակ էլ ուրիշ բաներ կային, որոնք էլի լավ չէին։ Այո, խոսքը դրա մասին չի, բայց այո, գրականությունը այս դեպքում կամ գրականության ուսումնասիրությունը այս դեպքում ոնց որ մեր առօրյա կյանքը հասկանալու մի եղանակ է եղել, բայց հետընթաց շարժումով, որովհետեւ ասում եմ հետևանքների մեջ էինք ապրում, ես ինքս հասկանում եմ, որ մենք որոշակիորեն այդ հետևանքների կրողներն ենք եւ ուզում էի հասկանալ բուն պատճառները կամ ավելի խորք գնալու հասկանալու ինչ է տեղի ունեցել։ Այդ ընթացքով նաեւ այո, ոչ մենակ ստալինյան բռնաճնշումների մասին գրականության ուսումնասիրությունը, այլ նաեւ նույն Չարենցի գրականության ուսումնասիրությունը, նույն Մահարու, նույն Ռաֆու գրականության ուսումնասիրությունը նույն տրամաբանության ներսում են եղել։ Բայց արդեն լրիվ նույն տրամաբանությունը չի, օրինակ ասենք, եթե խոսում ենք Ռաֆու մասին, այստեղ խնդիրն այնքան բռնությունը չի, որքան այն ձևերը, որով ասենք թե 19-րդ դարում հայկական հասարակությունը որոշակի գործիչներ առնվազն ինչ են պատկերացրել Հայաստանի ապագան, ինչպեսին են պատկերացրել եւ ինչ ձևերով է որ փորձել են այդ մոտեցումներն իրականացնել, այդպես է։ Այո, տեսեք, երբ որ ես ասում եմ նույն բանի հետ գործ ունենք, ես նկատի ունեմ, որ ընդհանրապես հետևանքների մեջ մտածում ես հետընթաց շարժումով պատճառները հասկանալու միայն այդքան, թե չէ բնականաբար դրանք տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված գրականություն են, տարբեր ժամանակաշրջանների եւ տարբեր փորձառությունների հետ գործ ունենք, նույնը չեն բնականաբար։ Եթե գնում ենք Ռաֆուն, եթե գնում ենք 19-րդ դար, այո, այդտեղ հետաքրքրող մասը եղել է այն, թե ինչ էր տեղի ունենում ի վերջո 19-րդ դարի երկրորդ կեսին 60-ական թվականներից սկսած հայ լուսավորական շարժման տրամաբանությունը որողությամբ էր գնում եւ ինչպես էր դա կապվում արդեն ինքնուրույն կամ առանցին պետականություն ունենալու հետո արդեն ավելի ուշ հայտնված գաղափարների հետ, նաեւ հրապարակիչնող ազգային կուսակցությունների պատմության հետ, որովհետեւ Ռաֆին խորապես եւ սերտորեն կապված է մեզանում ազգային կուսակցությունների ստեղծման ակունքներին։ Ես բազմաթիվ անգամներ մեջ բերում եմ այդ իմ սիրած միտքը, մի անգամ էլ մեջ բերեմ իմ խոսակցությունը Գևորգ Բարդակչյանի հետ, որը իմ դիտարկմանը, որ Հրանտ Մաթեոսյանը կեսկատակ ասում է, որ հայերին Լեոն է հնարել, ինքն ասում է իրավ, իսկ ես կարծում եմ Ռաֆին է հնարել։ Այսինքն իսկապես Ռաֆին այդ հայերին հնարել է ինչ որ իմաստով։ Այո, նա ինքնության որոշակի ձև է առաջարկել հայ ժողովրդին։ Դուք դրա հետ համաձայն եք։ Ես համաձայն եմ եւ ձեր Հրանտ Մաթեոսյանի դիտարկմանը, որ Լեոն է ստեղծել, եւ համաձայն եմ այն դիտարկմանը, որ Ռաֆին է, Բարդակչյանի դիտարկմանը, որ Ռաֆին է ստեղծել։ Իրականում այո 19-րդ դարի մեր մտավորականությունը ինքն իր վրա էր վերցրել իսկապես նոր ազգ կերտելու կամ ազգային
նոր ինքնություն 19-րդ դարին բնորոշ լուսավորական դարաշրջանին բնորոշ ինքնություն կերտելու հանձնառությունը վերցրել էր իր վրա եւ այդ առումով Լեոն Թերաֆին կարող են շատ քիչ տարբերվել իրենց ընտրած նյութերով կամ մեթոդաբանությամբ մանավանդ որ Լեոն շատ ազդված էր Ռաֆուց ընդհանրապես այդ առաջի շրջանում շատ ազդված էր Ռաֆուց։ Այս կապակցությամբ հանկարծ մտքովս մի բան եկավ, մտքիս մեջ մի բան եկավ, որը ես չէի նախատեսում ձեզ հարցնել, բայց գիտեք, վերջերս ակտիվորեն զբաղվում եմ նաև Արմեն Շեկոյանով եւ Շեկոյանը մի կապակցությամբ այսպեսի բան է ասել, ասում է, այս մեր գրողները, մտավորականները, չգիտես ինչի անընդհատ փորձում են ազգը փրկել։ Այնինչ ազգը փրկել պետք չի, ազգը ինքնին կարող է փրկվել, իսկ իրենք թող գնան եւ զբաղվեն գրականությամբ։ Համաձայն եք, որ մտավորականների ազգը փրկելու ճիգը ավելորդ է։ Գիտեք, ես չեմ ուզենա կտրուկ հիմա հայտարարություն անել այդ առումով, որովհետև այս Շեկոյանի դիրքորոշումը որոշակի գրողական դիրքորոշում է, ինչ շատ համակրելի դիրքորոշում, այսինքն ես չեմ այստեղ ուզում ասել, որ Շեկոյանի հետ համաձայն չեմ ազգը փրկելու եւ գրողներն իրենց գործով զբաղվելու եւ ազգի գործերով, այսպես ասած, չզբաղվելու։ Բայց մյուս կողմից մենք չմոռանանք, որ ասենք մեզանում մի ահռելի ավանդույթ կա հենց դրա հետ կապված, երբ որ մտավորականությունը իսկապես վերցրել է ազգը փրկելու հանձնառությունը իր վրա այն իմաստով, որ իրենք են մտածել, որ պիտի գտնեն ելքեր, նոր ուղիներ այդ ազգի կյանքը առաջ տանելու կամ փոխելու ուղղությամբ։ Այսինքն սա մեզանում 19-րդ դարում ձևավորված մի ահռելի ավանդույթ է, որը նաև անցել է սովետական շրջան եւ 60-ական թվականներին մենք դարձյալ ունենք նման իրադրություն, երբ որ ազգային մտավորականությունը, այսպես ասած, ընդ որում ոչ մենակ Հայաստանում, սովետական միության տարբեր հանրապետություններում ձևավորված մտավորականությունը իրենք մի կողմից քաղաքացիական հանձնառություն են վերցրել իրենց վրա, այսպես ասած պայքարելու արդեն ինստիտուցիոնալացված սովետական ռեժիմի կամ ստալինիզմի դեմ, մյուս կողմից ազգային հանձնառություն են վերցրել, ազգային, այսպես ասած, գաղափարներ առաջ տանելու եւ ինքնություն ստեղծելու նոր։ Այս կապակցությամբ դուք ինձ մղում եք դեպի վերջին հարցը, որը սակայն ես ամենակարևորն եմ գուցե համարում, դա այն է, որ ահա դուք այդ բոլոր բաներից հիմա դուրս եք գալիս հանկարծ եւ որպես մտավորական, ուրեմն սկսում եք ազգը փրկել շատ յուրահատուկ ձևով։ Քանի որ վերջին 2 տարին դուք ստանձնել եք մի շատ էական դիրք, ուրեմն լեզվի կոմիտեի նախագահի դիրքը, եւ սա ինչով է ինձ համար հետաքրքրական, որ սա ի վերջո իհարկե քաղաքական պաշտոն չէ, բայց սա մի պաշտոն է, որը տալիս է վարչական լծակներ։ Եվ այդ վարչական լծակները դուք կարող եք օգտագործել ձեզ համար ամենահարազատ մի ոլորտում, լեզվի ոլորտում, որպեսզի գուցե ինչ-որ մի բան ավելացնեք մեր լեզվամտածողությանը, լեզվական ինքնությանը եւ նույնիսկ հավակնություն ունեք, որքան ես կարողանում եմ հասկանալ, նոր որակի բերել ահա այդ բոլոր խնդիրները։ Մի քանի խոսք ասեք այդ մասին։ Շատ լավ, ուրեմն հուսամ են փրկելու բանը, փրկելու մասը իրոնիկ էր, ճակերտներում էր վերցրած, այս բանը ազգը փրկելու մասը, ասեցիք մտավորականից մեր ձևով միշտ էլ փորձում է ազգը փրկել։ Ես համաձայն եմ, դրա համար ասեցի իրոնիկ էր, նկատի առնելով, որ մի կողմից փրկում ենք, մյուս կողմից այդ հավակնությունը չունենք փրկելու բնականաբար։ Ինչ վերաբերում է այս նոր ոլորտին կամ իմ գործունեության նոր ոլորտին, տեսեք, այո, լեզվի կոմիտեն ինքը որպես կառույց, պետական կառույց, ինքը քաղաքականություն մշակող կառույց է։ Թեև հիմա մենք այն իրավիճակում ենք, որ նաև մասամբ ստիպված ենք կատարել նաև այդ վերահսկող գործառույթը օրենքի պարտադիր լինելու եւ սահմանադրական կետը հայերենը որպես պետական լեզվի պահանջը ապահովելու իմաստով, բայց մեծ հաշվով ինքը քաղաքականություն մշակող կառույց է։ Եվ իմ խորին համոզմամբ մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ որ արդեն տեխնոլոգիական զարգացումը հասել է այնպիսի թափի եւ այնպիսի մակարդակի, որ դրանից դուրս մնալը, նաեւ լեզվական տեխնոլոգիաների ստեղծման եւ փոխակերպման առումով դուրս մնալը կարող է խնդրահարույց լինել հենց մեր համար եւ որպես պետություն եւ որպես լեզու հայերենի համար կարող է խնդրահարույց լինել եւ այս ուղղությամբ է որ վերջին իմ գործունեությունը կապված է հիմնականում այս ուղղությունը բացելու հետ, այսինքն հայերենի տեխնոլոգիականացման, այսպես ասած, փուլը իրականացնելու եւ այդ առումով այո կարող եմ ասել, որ լեզվական պետական քաղաքականություններում որդեգրված այս նոր մոտեցումը
իսկապես փոխելու է քաղաքականությունների որակը։ Տեսեք, շատ པարզ բան, որովհետև թվանշային աշխարհում, երբ որ խոսում ենք լեզուների մասին կամ լեզուների հավասարության մասին, դա նշանակում է, թե ինչ տեխնիկական հնարավորություններով եւ միջոցներով է լեզուն ներկա թվանշային աշխարհում։ Ունի համապատասխան գործիքակազմ, կարողանում է ապահովել համապատասխան միջավայր թվանշային, կարողանում է ապահովել կայուն զարգացման հնարավորություն թվանշային աշխարհում, թե ոչ։ Ուրեմն մեր ծրագրերն հիմա ուղղված են այս ուղղությամբ են տարվում, որովհետև վերջին ուսումնասիրությունը, որ զեկույցի տեսքով կհրատարակվի շուտով, մոտակա 1-2 ամսվա ընթացքում արդեն կներկայացնենք հանրությանը, եկել է նրան, որ հայերենը այս առումով գտնվում է հատվածական ապահովության պատկանում է հատվածական ապահովության լեզուների շարքին։ Սա նշանակում է, որ տեխնոլոգիական առումով որոշակի բաներ ունենք արած, բայց ինքը դեռևս չի անցել այն առաջին փուլը, որ բնորոշ է սկսվող տեխնոլոգիականացմանը եւ որpիսի ինքը դառնա կենսունակ, հավելյալ գործիքներ ու միջոցներ պիտի ստեղծվեն։ Եվ այդ ուղղությամբ է, որ ծրագրեր ենք իրականացնում։ Եթե կարիք կա, կարող եմ ծրագրերի մասին բացել։ Ծրագրերի մասին երևի խոսելու մենք առանձնապես ժամանակ չունենանք, բայց շատ կարևոր է այդ ինչ որ դուք ասում եք, եւ ես հիմա հետին թվով մտածում եմ մեր ոչ երկար զրույցի մասին եւ գոհ եմ, որ մենք փաստորեն հանդիպելով այստեղ խոսելու համար ինքնության մասին, որևէ այսպես ավանդական հարցադրում չարինք, ինքնությունը լավ է, ինքնությունը վատ է, կարծես թե փորձեցինք անդրադառնալ այն կոնկրետ բնագավառներին, ոլորտներին, որտեղ որ այդ ինքնությունը ձևավորվում է, ընդ որում ձևավորվում է անհատ մարդու եւ իր ժողովրդի այդ ներքին փոխազդեցությունների մեջ։ Մարդը անհատ մարդը ժողովրդով, ժողովուրդն էլ անհատ մարդով։ Ես կարծում եմ դա բավական հետաքրքիր հարցադրում է եւ մաղթում եմ ձեզ հաջողություն այդ ձեր բավական բարդ գործերում։ Եթե մենք էլ կարողանանք օգտակար լինել, ապա պատրաստ կլինենք։ Շնորհակալություն այս զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։